Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Postscriptum Plus հաղորդաշարը, որը նոր ֆորմատով է լինելու, այսինքն բանավիճային ֆորմատով, եւ որը բնականաբար կապված է առաջիկա խորհրդանական ընտրությունների հետ։ Եվ այսօր առաջին անգամ մենք եթեր ենք դուրս գալիս հենց այս ֆորմատով։ Իմ բանավիճող կողմներից մեկն է Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ ներկայացնող Վարդան Այվազյանը։ Վարդան Այվազյան Ազգային ժողովի պատգամավոր է, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ 2001-ից 2007 թվականներին զբաղեցրել է Հայաստանի բնապահպանության նախարարի պաշտոնը, մինչև նախարար դառնալը 1995-ից 2001 թվականներին եղել է պատգամավոր։ 1996-ից 99 թվականներին աշխատել է որպես Չարենցավանի քաղաքապետ, իսկ 91-ից 95 թվականներին եղել է Չարենցավանի հացի գործարանի տնօրենը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտում։ Մոտեցող խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Հանրապետական կուսակցության կազմում, զբաղեցնելով Հանրապետական համամասնական ցուցակի 27-րդ հորիզոնականը։ Նրա հետ բանավիճելու է ՀՅԴ ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանը, շնորհակալություն։ Արծվիկ Մինասյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է, Հայաստանի հեղափոխական դաշնակցության խմբակցության անդամ է, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Մինչ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն աշխատել է որպես Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար։ 2007-ից 2005 թվականներին հանդիսացել է Արժեթղթերի հանձնաժողովի անդամ, իսկ ավելի վաղ Արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ։ 1998 թվականից սկսած դասախոսում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, դասախոսել է մի շարք այլ ուսումնական հաստատություններում։ Կրթությունը նախ տնտեսագետի, իսկ այնուհետև նաև իրավագետի մասնագիտությամբ ստացել է Երևանի պետհամալսարանում, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Հայաստանի հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Շնորհակալություն պարոնայք, որ դուք համաձայնել եք մասնակցել այդ առաջին բանավեճի եւ ես իսկապես արի քայլ եմ համարում, որ դուք համաձայնում եք բանավիճել, որովհետեւ երբեմն ասում են այս զրուցակիցին զեր չի տալիս, այս զրուցակիցը լավն է, վատն է եւ այլն։ Հիմա եկեք որպեսզի հետագա ծրագրերի մասին, չէ, որոնցով մենք գնալու ենք ընտրությունների, մենք քաղաքացիներս եւ դուք քաղաքական գործիչներ, դուք պետք է մի երկու բառով ներկայացնեք շատ կարճ, հա, թե ինչպիսի տնտեսական վիճակում մենք գտնվում այս պահից 2012 թվականին։ Խնդրեմ, հա, եկեք սկսենք ձեզնից այնուամենայնիվ։ Փորձենք ամենայն դեպս մենք միշտ այսպես առաջնորդում ենք մեր գործընկերոջին հնարավորություն տալու առաջին ասելու։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել իր տնտեսական ծրագիրը, արտացոլված է թե պետական բյուջեի, թե երամյա ծրագրերի շրջանակներում զարգացող, կայուն զարգացում ապահովող տնտեսության ստեղծումն է, որը պետք է ապահովի նաև աշխատատեղերի եւ կոնկրետ իր ծրագրերի միջոցով մշտական աճ ապահովելով։ Ներեցեք, իմ հարցը այսօր մեր վիճակն է տնտեսական, թվեր, այսինքն մենք աճել ենք, հետ են գնացել, մթերքները թանկացել են, էժանացել են, ինչ վիճակում ենք մենք այս պահից գտնվում։ Ամենայն դեպս արդեն ես նշեցի, որ մեր տնտեսական ամենայն դեպս նախորդ տարվա համեմատ մենք ունենք հստակ տնտեսական կայուն աճ, մենք ունենք հստակ նաև իրականացվող տնտեսական ծրագիր, որը արտացոլված է թե պետական բյուջեի մեջ նախատեսված իր գումարային եւ թվային արտահայտության, որը այսօր դարձել է կոնկրետ իրականություն եւ իրականացվում է, թե ունենք հստակ մեր ծրագրերը, որոնք որ իրականացնում ենք։ Եթե ես սկսեմ դրա մասին խոսել, ինձ թվում է մեզ պետք է ժամեր։ Ճիշտ է։ Հիմա ասացեք խնդրեմ, տնտեսական աճը ինչ թվով է արտահայտվում։ Ներկա պարագայում 2.6%-ով մենք նախատեսել ենք իրականացնել մինչև 2012 թվականին, 11 թվականի նկատմամբ 4.6% աճ։ Գնահատականը պարզ է, տնտեսական աճ գոյություն ունի։ Համաձայն եք, համաձայն չեք։ Ասեմ, որ Հայաստանի տնտեսությունը այս պահին, ինչպես որ մենք բազմից ենք խոսել այս թեմայով եւ մեր գնահատականը չի փոխվել, այն է, որ Հայաստանի տնտեսությունը միջազգային մրցունակության տեսակետից անկում է ապրել, այն չունի այնպիսի զարգացում, որը հնարավորություն տա տնտեսական աճ կոչվածը որակի վերածել, այսինքն մարդկանց կենսամակարդակի վրա ուղիղ դրական զարգացում ապահովել։ Երրորդ կարևոր ուղղությունը, որ ցավոք բացասական է մեր տնտեսության մեջ, դա
մենաշնորային աստիճանի չափազանց բարձր մակարդակն ինչը խանգարում է տնտեսության մեջ նոր նախաձեռնությունների եւ ազատ մրցակցության պայմանների ստեղծմանը եւ ի վերջո Հայաստանի տնտեսությունը այսօր ապագայում այս կառուցվածքով եւ այս գործողություններով չի կարող խոստանալ մրցունակ պետության գոյություն։ Ուրեմն ձեր ասած աճը չի նպաստում մարդկանց կենսապահովմանը, չէ, մենաշնորհային կառուցվածքը պահպանվում է։ Այդպես է թե այդպես չէ։ Իհարկե այդպես չի, որովհետև բնականաբար իմ գործընկերը պարոն Մինասյանի հետ այս թեմայով մենք բազում անգամ վիճել ենք եւ բանավիճել ենք կներեք արտադրության կապված, որտեղ տնտեսական աճի իր ամփոփ տվյալները նախատեսում են նախորդ տարվա իրականացված աշխատանքների, այս տարվա իրականացվող աշխատանքների եւ այն ծրագրերի նկատմամբ, որոնք որ արտացոլված են համենայն դեպս որպես կառավարող կուսակցություն եւ իր կոալիցիոն գործընկերների միջոցով, որոնք որ մենք ընդունել ենք, հստակ ցուցանիշներով։ Այսինքն անցած տարի ինչ ենք ունեցել, այս տարի ինչ ենք ունենալ։ Մարդկանց վրա դա ազդել է։ Միանշանակ նաեւ հոգշում է աշխատավարձների, այդտեղ իսկ եթե մենք վերցնում ենք պետական բյուջեի հետ կապված քննարկումները, պետական բյուջեի ծախսերի մեջ ներառված են այն սեկտորի աշխատավարձը, որ ինքը սովորում է ամենայն դեպս ստանում է պետական բյուջեից։ Եվ կա այն մեխանիզմները, որոնք որ ներդրված որպես մինիմալ աշխատավարձ հասկացողությունը, մինիմալ ապահովվածության խնդիրը, որը որ պետք է իրականացնի պետությունը։ Գիտեք, ինչ կա, ցանկությունները դա շատ լավ բան է, բայց իրականացման համար կոնկրետ գործիքներ են։ Այսինքն աշխատավարձը բարձրացել է։ Աշխատավարձը համեմատական մենք ունենք աշխատավարձի բարձրացում։ Որ ժամանակահատվածում։ Անցած տարվա համեմատ։ Անցած տարվա համեմատ մենք ունենք բյուջետային հիմնարկի աշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Իսկ մենաշնորհների վերաբերյալ։ Մենաշնորհների վերաբերյալ հստակ ասեմ, որովհետև մենք ունենք հստակ տնտեսություն, որտեղ արկա է մենաշնորհային կամ ավելի ճիշտ, եթե մենք նախանշենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մի մեծ խումբ, որոնց նկատմամբ գործադիր ֆունկցիաների իրականացումը օրենսդրական փոփոխությունների հիման վրա, որ իմ գործընկերը շատ լավ քաջատեղյակ է։ Օրինակ, նախանցած տարվա ազգային ժողովի կողմից առաջարկված առաջարկության հիման վրա այս տարվա արդեն տնտեսական մրցակցության հանձնաժողովի իրականացված աշխատանքների արդեն ծավալը արկա է։ Եթե մինչև այս ժամանակահատվածում ամբողջ այս դաշտի վրա իրականացվող գործառույթներ որևէ մեկի նկատմամբ չէր իրականացվում, այսօր մենք արկա ենք տեսնում ենք բազում հարցեր։ Հիմա ասեմ ավելի կոնկրետ հարցերի հետ կապված։ Տնտեսության հետ մեջ մենք բոլորս, նաև իմ հարկելի գործընկերի հետ միասին, մենք ընդունել ենք, որ կարող է որևէ մեկ տնտեսվարող կամ որևէ տնտեսվարողների խումբ ունենան գերիշխող դիրք։ Բայց ոչ մեկին չի թույլատրված, որ այդ գերիշխող դիրքի ինքը չարաշահում ունենալ։ Այլ խնդիր է, եթե մենք կոնցեպտուալ հարցադրում ենք դնում, որ բազում անգամ քննարկել ենք, ցավոք սրտի իմ գործընկերների կողմից անգամ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը չի տալիս հստակ մեխանիզմներ, ինչպես કે այդ մենաշնորհներից, այսինքն ընդհանրապես չլինի, հա։ Այո, ինչպես պետք է մենք կարողանանք այդ մեր գերիշխող դիրքում, եթե տարբեր երկրներ տարբեր են, մենք ընդունել ենք, ես ավարտեմ իմ խոսքիս իմաստը, որ մարդը կարող է ունենալ, ես մեր մոտ կոչվում է գերիշխող, եթե ունի 33%-ից ավել շրջանառություն տվյալ ապրանքատեսակի նկատմամբ տվյալ ոլորտում, ինքը իրավունք ունի մտնել հանցավոր համաձայնության իրականացնել այնպիսի գործառույթ, որի դեպքում ապրանքի գինը կարող է իժանացնել կամ թանկացնել, այսինքն չարաշահել իր դիրքը։ Եթե մենք տնտեսական համակարգ փոփոխության արդյունքում եւ մեր մասնակցության ապարագայում այսօրվա դրությամբ մենք կոնկրետ գործիք է տրամադրված եւ խնդրեմ ձեզ նայել են ցանկացած վառելիքի շուկան, փաստորեն ապրանքատեսակներից բազմաթիվ մթերքներ, այդ թվում ձու, պանիր, շաքարավազ, բոլոր շուկաներն են նայվել եւ այսօր գործիքները հնարավորություն են տալիս հստակ կանոնացնելու։ Եթե ունեն առաջարկություններ եւ մեխանիզմներ, կարող են ինձ հիմա հենց իրանք ներկայացնել այդ մեխանիզմը։ Հենց հիմա կներկայացնեմ։ Խնդրեմ։ Շատ լավ, նախ ասեմ, որ հարգելով իմ գործընկերոջ պարոն Այվազյանի, թե իր պարլամենտական գործունեության շրջանակներում, թե նաև իր նախկին գործունեության դրական արդյունքներով հանդերձ, պետք է այնուամենայնիվ արձանագրեմ, որ սա միայն զուտ մեր գնահատականը չէ, ես նկատում եմ դաշնակցության կամ դաշնակցության երբ որ նշեցի տնտեսության բացասական կողմերը։ Այս բացասական կողմերը արձանագրված են նաև մի շարք միջազգային կազմակերպությունների տված գնահատականներում, չթվարկեմ բոլորը, բայց առնվազն 5-6 կողմերից Հայաստանի տնտեսությունը համարվում է խիստ խոցելի։ Սեփականության իրավունքի պաշտպանություն, նույն մրցակցության վիճակի բավական վատ իրադրություն, նույն հարկերի հավաքագրում եւ ամենակարևորը պետության սոցիալական ֆունկցիայի թերակատարում։ Ինչ վերաբերում է կոնկրետ արդյունքներին, եթե նաեւ աշխատավարձ եւ կենսամակարդակ, շատ բարձ համեմատության միջոցով մենք կարող ենք տեսնել, որ ոչ միայն Հայաստանի տնտեսությունը աճ չի ապրել որակական,
այլ նաև դրա ազդեցությունը բացասական է եղել մարդկանց կենսամակարդակի վրա։ Եթե համեմատելու ունենք 2008 եւ 12 թվականների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ օրինակ հիմնական կենսաթոշակը, որ եղել է սպառողական նվազագույն զամբյուղի 19%, 2008 թվականին, արդեն 12 թվականին նվազել է, դարձել է 18%։ Եթե համեմատենք աշխատանքային միջին կենսաթոշակ, ապա 59%-ից նվազել է 42%։ Եթե համեմատելու լինենք քաղցառողների աշխատավարձի բազային չափ, ապա այն ժամանակ 110%-ն էր կազմում սպառողական նվազագույն զամբյուղի, այժմ 54%։ Եթե համեմատելու լինենք միջին աշխատավարձը, ապա այն ժամանակ միջին աշխատավարձը կազմում էր սպառողական նվազագույն զամբյուղի 2.5%-ի չափ, այժմ 1.6։ Այդ զամբյուղի թիվը ինչքան է։ Այն ժամանակ զամբյուղի թիվը հաշվարկված է եղել 42000 դրամով։ Որ ժամանակ։ Խոսքը գնում է 2008-12 թվականների այս ընթացքում, այսինքն յուրաքանչյուր ժամանակ տվյալ պահի զամբյուղի հետ համեմատած է եղել։ Եվ ամենացավոտ հարցերից մեկը Հայաստանի տնտեսությունը այսօր չի կարողանում այնպիսի մրցակցային իրավիճակ առաջադրել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ, եթե ուզում է զբաղվել գործունեությամբ, նա վստահ լինի, որ կարող է այդ գործունեությամբ զբաղվել, ստեղծել բարիք, ստեղծել արժեք։ Ինչու, որովհետև հիմնական փիլիսոփայությունը, հիմնական քաղաքականությունը, որ դրված է ոչ թե բարեկեցիկ, ոչ թե ազատ գործունեությունը խրախուսումն է, այլ հնարավորինս սահմանափակել այդ ամենը։ Ինչ վերաբերում է խոստումներին, ապա ակնհայտ այս պահին գոնե որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքով հանրապետական կուսակցության տրված խոստումները 70-80%-ով չի կատարվել։ Եվ այստեղ երկրորդ անգամ նորից քննարկել, որ այո, կատարվել է եւ այլն, ինչպես որ անում է թե գործող կառավարությունը եւ թե առանձին անձին Նրանք ասում են կատարել, նրանք ասում են համաշխարհային Ոչ, նրանք ասում են հիմա փոխել են արդեն։ Եթե սկզբում ասում էին, որ ճգնաժամն է հիմնական պատճառը, ապա թե նախագահի վերջին ելույթի եւ թե նաեւ վարչապետի վերջին հայտարարություններով փորձում են վկայակոչել թվեր, փաստեր, թե իբր իրենք կատարել են նախընտրական խոստումները։ Սա կարծում եմ նախընտրական շրջանի մի հնարք է փորձարվում գործադրել, ինչը ես չէի ուզենա, որ այդպես դիտարկվի։ Որպեսզի ավարտեմ միտքս, որպեսզի մեզ չմեղադրեն, թե մենք նախընտրական շրջանում մենք ինչ-որ բաներ ենք, մեղադրանքներ ենք ներկայացնում, որոնք հիմքեր չունեն, ասեմ, որ մենք ամեն տարի հրապարակել ենք տրված գնահատականները եւ նախընտրական խոստումների կատարման աստիճանը եւ այս բոլոր ժամանակահատվածի ընթացքում, երբ որ մենք կոալիցիա չենք եղել, մենք հրապարակել ենք, տվել ենք եւ ավելին պահանջել ենք կառավարության հրաժարական։ Երբ որ կոալիցիա եղել եք, չեք քննադատել, հա։ Քննադատել ենք ներսում, բայց ոչ հրապարակային։ Մենք ունենք հարց մեր գործընկեր Անի լսում ես մեզ։ Մեր գործընկեր Անի լսում ես մեզ։ Հա, լսում ես մեզ Անի։ Լսում եմ եւ այստեղ խոսակցություններ լսեցի, նախ պարոն Այվազյանին կուզեմ որ նա հստակ պատասխանի հարցին, պարոն Մինասյանն էլ նշեց, նախ միջին աշխատավարձը կազմում է 30-35 հազար դրամ, իսկ սպառողական զամբյուղը ավելի քան 60 000 դրամ է։ Խնդրում եմ կոնկրետ պատասխանեք, ինչ պիտի անի քաղաքացին այս դեպքում։ Եվ երկրորդ հարցն էլ միանգամից հնչեցնեմ, տեսակետ կա, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար պետք է ընտանեկան բիզնես հասկացությունը ներմուծել եւ կուզեի այս մասին ձեր կարծիքը լսել եւ երկու հյուրերի կարծիքը։ Ժամ EM-ն է ներկայացնում մեր գործընկեր Անի Եղիազարյանը, ուրեմն նվազագույն աշխատավարձը 35000 դրամ է, 32500 դրամ է, իսկ զամբյուղը 60000։ Ինչպես եք դուք մեկնաբանում այդ հակասությունը։ Գիտեք, կա ցանկությունների դաշտում շատ ավելի լավ կլիներ, որ մենք կարողանայինք այդ ամբողջը հավասարեցնել, բայց միջին աշխատավարձի չափով եթե մենք վերցնում ենք, բացարձակապես թվերը ինձ թվում է երևի լրիվ այլ է։ Եթե միջին աշխատավարձը մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, ներկա պարագայում միջին աշխատավարձը կազմում է 106000, իսկ հունվար-փետրվար ամիսներին դարձել է 113000։ Դա վիճակագրության թվերը 106238 դրամ։ 7.2% հիմնականում նախատեսված այդ տվյալ պարագայում աճ է, իսկ Միջին աշխատավարձը, այո, միջին աշխատավարձը 106000 է։ 106000։ Դուք հետո կասեք դրա մասին խոսենք, որը արտացոլված է։ Ընտանեկան բիզնես։ Ընտանեկան բիզնես հասկացողության հետ կապված ես կփորձեմ մեկնաբանել այլ տեսակետով, որովհետև որպես դրական փոփոխության շրջանակներում մենք փաստորեն իրականացրեցինք հարկման մեխանիզմների լրիվ այլ օրինաչափություն։ Այսինքն մենք
իրականացրեցինք ամենայն դեպս այստեղ պարոն Մինասյանի հետ էլ էս պետք է փորձեմ ինչ որտեղ հակաճառնեմ, որ իրենք ասում են ուրեմն վերջին ժամանակահատվածում կատարվել է առավելագույն աշխատանքը մասնավորապես 5 տարին ընթացքում ընդհանրապես հնարավորություն ստեղծելով doing business-ի, այսինքն բիզնեսի իրականացման համար լավագույն եւ հնարավոր վարչարարության առումով լավագույն հնարավորություն ստեղծելով եւ դրա նաեւ արտոնագրային վճարների մասով երբ որ մենք խոսում ենք եւ ստուգումների մասով մոտ 90% ստուգվող օբյեկտների քանակությունը, դա մենք 63000 տնտեսվարող սուբյեկտների մոտ 90000 տնտեսվարողներ, 90% տնտեսվարողներ դուրս են գալիս ստուգման դաշտից։ Եվ արտոնագրային վճարներով զուտ մի հատ վճար պահանջելով այդ բիզնեսի փոքր, այսինքն միջին եւ փոքր, այսպես ասած, բիզնես իրականացնող շրջանակների համար հեշտացվել է բոլոր առումներով։ Իմաստ ունի առանձին ընտանեկան բիզնեսի մասին խոսել, թե չէ։ Եթե միջին փոքր բիզնեսը Ես այսպեսի որ ասած ընտանեկան բիզնես հասկացողությունը, եթե այսպես այդ գաղափարախոսությունը մտցված է, օրենսդրական առումով ինքնին կարգավորումը, ինք ընկնում է արտոնագրային եւ փոքր եւ միջին բիզնեսի, որտեղ ինք ունի արտոնությունների լայնագույն շրջանակը։ Այսինքն ավելացված արժեքի հարկի չվճարումներ, հաշվետվությունների երամսյակային կտրվածքով տրամադրումներ, վարչարարության, կնիքի եւ այլն ստուգումների ամբողջ մեխանիզմից դուրս գալ եւ ամբողջությամբ ծանրությունը վերցնել այն մոտ 1000 եւ 3000 տնտեսվարողների, որոնք որ ապահովում են, այստեղ ունենք մենք խնդիր, որոնք որ ապահովում են պետական բյուջեի, եթե վերցնենք մոտ 1000-ը մոտ 78%-ը, մոտ 3000-ը ապահովում են մոտ 90%-ը պետական բյուջեի մուտքային մասը։ Այսինքն վարչարարության մասով առավելագույն գործն է կատարվել եւ մեկ դրույթ նույնպես ես փորձեմ ասել, այսպես շատ եմ փորձում ասել։ Եթե ինձ չի իմ հիշողությունս դավաճանում, ձեր խոնարհ լինելով նաեւ կառավարություն լինելով 2000 թվականից սկսած է, չէ՞, կարծես հանրապետական կուսակցությունը հանդիսանում քաղաքականային ուժը, որը որ վերցրել է կներեք պետական բյուջե մոտ 300 միլիոն դոլար պարտքով 3 միլիարդով տվել է չի հետևել, որ շարունակում այսօր միջոցառում նորմալ իրականացնել։ Բոլոր ժամանակահատվածներում, երբ որ համեմատականների մեջ են բերում փորձում են, համեմատական ինչի համար է նախատեսված։ Եղել էր նախընտրական ժամանակահատված, եւ նախընտրական ժամանակահատվածի դեպքում նաեւ գնում ենք նոր ընտրության, եւ տնտեսական թվերի ցուցանիշների այդ մերելումը համեմատված էր նախորդ ընտրությունների հետ կապված եւ ներկայիս։ Եվ հիշողության վերականգնման համար ինձ թվում է որ որոշակի նաև դեղահապեր պետք է օգտագործել 2009 թվականից 2008-ի վերջերից եւ 2009 թվականից ամբողջ համաշխարհային տնտեսությունը ցնցումների եւ այսօրվա դրությամբ դեռ այդ ցնցումների երկրորդ этаպն է անցել։ Շատ լավ։ Եվ խոսել ծրագրերի փոփոխության մասին, որ կարող է տեղի ունենալ կամ մեկ տնտեսություն, կամ մեկ երկիր ամենաարագ աճող երկրներից որևէ մեկը, որ իր տնտեսական հայտարարած ծրագրերը 2008-2007 թվականների այսօրվա դրությամբ փոփոխություն Հետևաբար դուք չեք կատարել ձեր խոստումները։ Հետևաբար մենք կատարել ենք առավելագույնը եւ խոստումները այն չափով որ ներկայացված է ժողովրդի դատին եւ ժողովուրդը պետք է ինք իրականացնի մենք կատարել ենք թե չենք կատարել։ Բառապարի խնդիր չի սա։ Որտեղ եթե մենք ասում ենք գիտեք ինչ կա, դուք ընդունում եք որ չեք կատարել, թե չեք ընդունում։ Ես ամբողջապես չեմ ընդունում։ Ես այստեղ հարցադրում պետք է փոխենք։ Արդյոք ինչքանով կարողացան տնտեսությունը պահպանել այն ժամանակահատվածում Հունաստանի համար ենք մենք մեղավոր, որ 5 օրը մեկ կառավարությունը փոխում ցնցումների մեջ է։ Արաբական աշխարհի համար էլ է հանրապետականը մեղավոր, բայց ինչի համար չի կարողանում։ Ամբողջ աշխարհի համար, որ ամբողջ երկրները իրենց գումարը։ Եթե դուք ասում եք օբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու մենք չենք կատարել, ընդունեք որ չեք կատարել։ Ցուցանիշների մեջ կարող է եղել է որոշակի չկատարում, բայց որ կատարվել է առավելագույն եւ հանրապետական կուսակցությունը մեր երկրի նախագահի գլխավորությամբ իրականացրել է եւ արել է առավելագույնը եւ խոստումներ արել է, ես չգիտեմ որ թվերն են բռնում, կատարել ես կամ չես կատարում։ Շատ լավ։ Կա արդյոք մի երկիր, հարցնում է պարոն Այվազյանը, որտեղ ցնցումներ չեն եղել այս 2000 տնտեսական ծրագրերը չի փոխվել։ Այսօր կա մեկ երկիր։ Դեղահաբերի հետ կապված պարոն Այվազյանի խորհուրդը տեղին է եւ կարծում եմ դեղահաբեր պետք է օգտագործեն բոլոր նրանք, ովքեր պնդում են հակառակը, թե իբր կատարվել է ծրագրերը կամ թե ինչ են խոստացել։ Այդ դեղահաբերը տեղին է ասված եւ սկսած այն մարդկանցից, ովքեր որ այսօր հայտարարում են, թե իրենք հետևողականորեն ծրագրեր են կատարել եւ այլն, կարծում եմ օգտակար է։ Ինչ վերաբերում է ճգնաժամին, անշուշտ ճգնաժամը ճշգրտումներ պետք է մտցներ եւ այստեղ որևէ մեկը քննարկման առարկա չի դնում։ Հարց հետեւյալի մասին է, երբ որ կառավարությունը, ներկա կառավարությունը ձևավորվեց, նա հրապարակեց ծրագիր եւ ընթացքում տեղ ունեցավ ճգնաժամ։ Տարբեր երկրներ, Եվրոպայի շուրջ 10 երկիր
այս նույն խնդրի առաջ կանգնեցին եւ ինչպես իրենք լուծեցին այս խնդիրը։ Մի մասը կառավարությունը հրաժարական տվեց եւ ձևավորվեցին նոր կառավարություն, նոր ծրագրեր, նոր ճգնաժամին համապատասխան։ Մի մասը ճշգրտումներ տվեց եւ ներկայացրեց ծրագիրը պարլամենտ, որպեսզի հավանության տա կամ եթե չտա, ապա հրաժարականի ճանապարհներ բռնում։ Մենք այդ լուծումը առաջարկել էինք, որովհետև այն ծրագիրը ինչ որ հայտարարվել էր, ոչ մի առնչություն չուներ կառավարության կողմից առաջ քաշված մոտեցումների հետ։ Մի օրինակ բերեմ։ 2007 թվականի ծրագրով հայտարարվում էր, որ 2008 թվականի ծրագրով հայտարարվում էր, որ հարկերի բարձրացում տեղի չի ունենում։ Պարոն Այվազյանը շատ լավ գիտե ծրագրային դրույթը։ 2008-ից մինչև 2012 թվականը թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ հարկեր փոփոխվել են, մտել են նոր հարկատեսակներ։ Սա համապատասխան սկսած աղբա հարկի վճարման պահանջներից ավարտված հարկային համակարգերի փոփոխությամբ։ Եվ արդեն ինքը իրենից միանշանակ հարց։ Չէ, դա հարկ է, ինքը պարտադիր վճարը եւ հարկը տնտեսագիտական տեսակետից նույն իմաստ ունի, որտեղ երկուսն էլ անհատույց պետական բյուջե գանձվող գումարներ են կամ համայնքային բյուջեներ գանձվող գումարներ են։ Խնդիրը հետեւյալի մասին է, այն ինչ որ օբյեկտիվ դժվարություններ ստեղծել էր ճգնաժամը, դրա համար կա շատ կարճ եւ պարզ ճանապարհ ճշգրտում կատարել ծրագրում, որպեսզի նոր ծրագիրը արդեն համապատասխանի նոր իրողություններին, բայց ոչ թե անդադ պնդել, թե իրենք կատարում են կամ կատարելու են։ Հիմա նաև երկրորդ բանն էլ են չէ առաջ քաշում, մենք շարունակում ենք եւ կկատարենք։ Մի քիչ ուշացումով, բայց կկատարենք։ Դրա անվան տակ բերեցին կենսաթոշակային այլանդակ բարեփոխումներ հաստատեցին, մարդկանց սոցիալական իրավունքները ոտնահարեցին եւ այլ եւ այլն։ Հիմա բայց Անիի հարցին անդրադառնամ, որպեսզի մեր գործընկերը ինքն էլ կարծում եմ բավարարված պետք է լինի այս պատասխանով։ Միանշանակ ընտանեկան բիզնեսը կարևոր բաղկացուցիչ պետք է լինի մեր տնտեսության զարգացման կոնտեքստում եւ պարոն Այվազյանին հետ համաձայնվելով, որ ինքը նաեւ փոքր ու միջին բիզնեսի շրջանակներում պետք է դիտարկվի։ Կարծում եմ, որ այո, այս կարգավիճակի տալը հնարավորություն կտա նաեւ հատուկ վերաբերմունք ցուցաբերել այս ուղղությամբ։ Եվ մեր օրինակ նույն ծրագրերում կա այդպիսի գաղափար, այդպիսի մոտեցում։ Անդամները պետք է զբաղվեն այդ բիզնեսով։ Այդպիսի Չէ, խոսքը գնում հետեւյալի մասին։ Օրինակ գյուղական բնակավայրերում կամ նույնիսկ եթե գյուղական բնակավայրեր չեն, բայց այնպիսի տարածքներ են, որտեղ որ ընտանիքը կարող է իր անդամներով հանդերձ զբաղեցնել այդ բիզնեսը։ Նրանց համար պետք է գրանցումների, հաշվետվությունների շատ բարձրացված սխեմաներ լինեն։ Առանձին դեպքում նույնիսկ բացառություններ։ Մեկ օրինակ բերեմ, որ ավելի առարկայական լինի խոսքս, Եվրոպաներ գրեթե բոլորը եղել են եւ բնակավայրերում օրինակ կա փոքր հյուրանոցային համալիրների գաղափարը։ Տուրիզմի շրջանակներում, երբ որ մարդիկ գնում են, ման են գալիս այդ տարածքում, ընտանիքներով, ինչու է դա տարբերում այլ բիզնեսների։ Շատ པարզ մի բանով, որպես եթե դու զբաղվես այլ բիզնեսով, դու պետք է գրանցվես կամանած ձեռնարկատեր կամ իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերես, դրան համապատասխան պետք է հաշվետվությունները պարբերաբար ներկայացնես եւ այլ եւ այլ։ Չեմ բարդացնում, Երկրորդ կարևոր հանգամանքը այս դեպքում դու ունենում ես թիրախային աջակցության ծրագրեր, որ այս տարածքներում զարգացնես այսինչ բիզնեսը եւ հնարավորություն կունենաս ընտանեկան բիզնեսի շրջանակներում աջակցես նաեւ հատկապես գյուղական բնակավայրերում։ Երբ որ մի ընտանիքի ասենք 5 անդամ այն ժամանակ ստացել են հողեր սեփականության իրավունքով, բոլորը այսօրվա օրենսդրության համաձայն համարվում են զբաղված անձինք, մինչդեռ նրանցից կարող է մեկը զբաղվի այդ հողով, մյուսները չեն զբաղվում։ Սա հնարավոր է։ Մեկ րոպե մինչև լուրերը մենք ունենք, ես խնդրում եմ, մի բան կա, սիրելի հարգելի, ուրեմն պատգամավոր, որը վիճելու բան չի։ Մեր միջին աշխատավարձը 106,000 դրամ է, թե 106,000 դրամ չի։ Կարծում եմ այստեղ պարոն Այվազյանի վիճակագրության ցուցանիշները երևի ճիշտ չնշեց, 106,000 մենք ունեցել ենք 2010 թվականին, 11 թվականին այն եղել է 114,400 դրամ, Այո, ասում եմ 6.7% առաջին 6.7% աճ։ Չէ, այստեղ Պարոն Այվազյանի օգտին եք ասում։ Այո, ես օգտին եմ ասում, ընդհանրապես ինչու՞ չհամաձայնում, չգիտեմ։ 2011 թվականը 106,670։ Նույնիսկ այս աճի դեպքում չի ապահովել նախընտրական խոստումը, իմ ասած սա է, եւ իրական կենսամակարդակի ցուցանիշների տեսակետից մարդիկ հարաբերականորեն աղքատացել են, նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է դա ասում։ Երբ որ 2007 թվականին հանրապետական 8 թվականին ձևավորվեց նոր կառավարությունը, այն ժամանակ աղքատությունը 27% էր, հիմա պաշտոնապես 36% է, ոչ պաշտոնականով, այսինքն եթե սպառողական նվազագույն զամբյուղն ենք հիմքում դնում, այն անցնում է 70%-ը։ Սա իրողություն է, սրա դեմ վիճարկելու բան չկա։ Ես երկու
Դուք անպայման հիմա կպատասխանեք, դուք հիշում եք, չէ՞, ինչ եք պատասխանում։ Այո։ Ուրեմն մենք անում ենք փոքր ընդմիջում։ Մենք շարունակում ենք Postscriptum Plus հաղորդաշարը, որի հյուրերն են Վարդան Այվազյանը եւ Արծվիկ Մինասյանը։ Մենք խոսել ենք ուրեմն տնտեսական վիճակի մասին եւ հիմա հերթը պարոն Այվազյանին, որը պետք է ասի երկու բան։ Առաջինը, ընտանեկան բիզնեսի վերաբերյալ իր վերաբերմունքը եւ երկրորդը, որ աղքատությունը հարաբերականորեն, ինչպես պարոն Մինասյանը ասում է, այնուամենայնիվ շատացել է եւ պաշտոնական թվերը, ինչպես նշեց պարոն Մինասյանը, նույնպես դա ցույց են տալիս, որ աղքատների թիվը այս 4-5 տարվա ընթացքում շատացել է։ Այդպես է, թե այդպես չէ։ Վիճակագրության հետ մենք չենք փորձում բանավիճել։ Նորից եմ կրկնում, վիճակագրության հետ։ Նաեւ ես չեմ սուանգանում, երբ որ փորձում եմ բանավիճել, ինչ որ այդ թվերը մեկնաբանելով։ Նախ առաջին աշխատավարձի հետ կապված ես ասացի, որ 106,000-ը աճա թվերը դարձել այսօրվա դրությամբ 113,396։ Այդ բարձեցին։ Դե դրա մեջ կանում, այսինքն բառից ասենք։ Երկրորդը ես կողմնակից եմ, ավելի շատ որպես թե ազգային ժողովի падգամավոր, թե տնտեսական հարցերի հանձնաժողով, կոնկրետ գործում մեխանիզմի, գիտեք ինչ կա, բարոյհոգեբանական եւ մթնոլորտային, այսպես բառերի կույտ ասելը դա խնդիր չի։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ընտանեկան բիզնես։ Ես ասում եմ, պետությունը հանձինս կառավարության կողմից, ազգային ժողովի падգամավոր, մեր գործընկերների կողմից, որոնք որ կոալիցիա են, հիմա կոալիցիա չեն հասկանալի է։ Երբ որ ժամանակ կոալիցիան լավ է, հիմա որ կոալիցիա չեն լավ չի։ Հանենք այդ հարցադրումները։ Խնդիրը մեխանիզմ է դրել։ Այդ կծոցները եկեք այդ մանր կծոցներով բաղանենք։ Ես հստակ եմ ասում։ Հետևին չեմ խոսում, ես խնդիր չունեմ։ Ասում եմ, ինչ մեխանիզմ է դրված։ Մեխանիզմը սրա մեջ է կայանում։ Ասում եմ, ընկեր ջան, եթե դու իրականացնում ես փոքր շրջանառության եւ որոշակի այդ բիզնեսներ, որ ընտանիքով այդ գնում ես, ես ընդհանրապես քեզի գրանցման հետ կապված, կնիկ պետք չի, դու գրանցվում ես, մի հատ գումար ես տալիս, ոչ ստուգում, ոչ մի բան։ Ես չեմ գալիս, գնա աշխատի, սա է քո մեխանիզմը։ Այսինքն դա ընտանեկան բիզնեսը, անկաս վաղ աղբերս չկարողացա, որոքս աղջիկը կա, դա ընտանեկան բիզնես չեղավ։ Այսինքն ձևակերպումների մեջ պետք է մենք անենք։ Ինչ է արել։ Փոքր միջինին, որը որ մենք այսօրվա դուրությամբ համաձայնելով իմ գործընկերոջ հետ միասին, որ մոտ 90% գնում է մոտավորապես փոքր եւ միջին բիզնեսի այդ տնտեսվարողների շրջանակում, որոնք որ ապահովում են պետական բյուջեի կներեք եթե թվերի համար տարբերել ենք ամենաշատը 15-ից 18%-ը որ շատ ցավ լավ չի միանշանակ դա լավ չի եւ դրա համար կառավարության որդեգրված քաղաքականության մեջ արտոնությունների տրամադրման խոշորագույն ծավալ այդտեղ մինչև 70 միլիոն ավելացված արժեքի արկով շրջանառության բարձրացված մեխանիզմներով կոնկրետ հասցեագրված ֆինանսական աջակցությունները փոքր միջի մոտ 85 միլիոն դոլարի շրջանակներում տարբեր ծրագրային շրջանակներում իրականացվող եւ որոշակի գործառույթների մեջ իրականացվող կոնկրետ գործառույթներ եւ հեշտացված ռեժիմ։ Իսկ ինչ պետք է այլև անի պետությունը։ Ինչ պետք է անի։ Նախ էլի ինչ պետք է անի փոքր եւ միջին բիզնեսի համար։ Կծոցներով պատասխանեմ, որովհետեւ դուք մենք եղել ենք կոալիցիայի մեջ եւ շատ գոհ ենք կոալիցիայի այդ ժամանակահատվածում մեր հարաբերություններից եւ ես կարծում եմ մի վարքան ես ավարտեմ միտքս եւ ես կարծում եմ մենք միշտ ասել ենք այն ինչ որ հիմա էլ ենք ասում այն ժամանակ նույն կռիվը տվել են կոալիցիայի ներսում ելնելով էթիկայի նորմերից չենք հրապարակայնացրել հիմա քանի որ ընդդիմություն ենք բնական է ավելի ազատ ենք այդ տեսակետից եւ միշտ եղել ենք այն դիսկերում միշտ դիսկերին որ հիմա ենք խնդիրը հետեւյալի մասին է այն որ պետությունը կորցրել է իր հիմնական ֆունկցիան իր հիմնական դերակատարությունը հասարակական կյանքին միջամտելու դա փաստ է կոնկրետ ինչու՞մ է կորցրել Կորցրել է նրանում, որ նրա միջամտությունը հասարակական կյանքի մեջ սկսած բիզնեսի ազատականության սկզբունքները պահելուց ավարտված մարդու սոցիալական կյանքի պատասխանատվությամբ այսօր փաստ է։ Պետության վերաիմաստավորման խնդիր կա, դերի վերաիմաստավորման, կառավարության միջամտության աստիճանի, չափի եւ ուղղության խնդիր կա։ Կոնկրետ բան է ասում Այվազյանը։ Այս բաները մենք ստեղծել ենք փոքր եւ միջին բիզնեսի համար։ Դուք դրանք բավարար չեք համարում։ Ես ոչ միայն դրանք բավարար չեմ համարում, ես դրանք համարում եմ արեստացին երևույթ, որովհետեւ եթե մենք վերցնենք եւ այսօր նայենք համախառներքին արդյունքում մեջ փոքր ու միջին բիզնեսի մասնակցության չափը, մենք տեսնենք, որ այն ինչ որ հայտարարվում իրականության հետ որևէ առնչություն չունի։ Ինչ է հայտարարվում։ Հայտարարվում է, որ փոքր ու միջին բիզնեսին տրված է հսկայական արտոնություններ եւ նրանք ստեղծում են մեծ բարիքներ։ Դա այդպես չէ։ Փոքր ու միջին բիզնեսը մեռնում է եւ ամեն օր է մեռնում, որովհետեւ հարկային այն քաղաքականությունը, ճնշման քաղաքականությունը եւ հիմնական նպատակը, որ դրված է ամեն գնով տանել պետական բյուջեն եւ բյուջեն դարձնել են նպատակ ոչ թե միջոց, սա բերում է նրան, որ փոքր ու միջին բիզնեսը որպես երևույթ վերածվում է կամ խոշորի մի
կցորդի կամ ընդհանրապես կլանվում է մյուսների կողմից եւ քանի որ որտեղ գրված չի հակամենաշնորհային քաղաքականություն ինչը պահանջում է այո համանդրական փոփոխություններ նշանակում է մենք միշտ ունենալու ենք մի իրավիճակ որպես օրինակներով բոլոր ցանկացած ոլորտ օրինակներով բառակույտերով ով է ասում մեղավոր որտեղ անգամ է պարոն այո դու բառեր ես օգտագործում որ փորձում ես վիրավորել ես էլ կարամ խնդրեմ ես չեմ ուզում քեզ վիրավորեմ կյանքում հետել դες քննիչ չունեմ ես նորից եմ ասում դուք ինձ փորձում եք ասել բնականաբար տնտեսության մեջ կան խոսքը բարձրագույն վճարի մասն եք ասում դուք տեղյակ եք ինչ է կատարվում որ վերջին փոփոխությունների արդյունքով երամսյակային արտոնագրային վճարի համար կանխավճար են ուզում բայց իսկ ինչի պետք է կանխավճար չուզեն շատ բարձր տրամաբանությամբ օրինակ ինձ ասեք ինչի պետք է կանխավճար չուզեն 95% պարոն Միրասյան հարց եմ տալիս ես 95% ռիսկերի վրա հիմնված ստուգումների վարչարության գործիքի մասին չխոսեք առավելագույնն արված 95% դուրս են եկել ստուգումներից այդպես չի հիմա ես ասում եմ էշը ջրելու պատմությունն է վերցեք նայեք արի իրար է արտոնագրային վճարի գաղափարն ասել հետո ասենք ռիսկի վրա հիմնված թիվը ասեմ նո երկուսը շատ լավ գիտեք հենց հիմա կարող եք ստեղից գնալ ասել իշկան ստուգման ենթակա կազմակերպություն ինչու արտոնագրային վճարի կանխավճար չպետք է պահանջվի որովհետև արտոնագրային վճարը իր էությամբ եւ նաեւ օրենքով դա հարկին փոխարինող վճար է իսկ ով է տալիս հարկ գործունեություն չանելով Այսինքն ո՞նց է գործունեություն չանելով դու իրան ասում ես այն մարդը գալիս ասում է նույն արտոնագրային վճար ասում է ես թույլտվությունն է արտոնագրային վճարը դա թույլտվությունն ու վճարը նույնն է դրած ոչ ամբողջը մի վճար է մոռանում ես սխալ է դրա համար սխալ է լսի պարոն Մինասյան ջան իմ լավ ընկեր ջան ես ասում եմ ես ուզում եմ պահեմ մի հատ բիլիարդ Երևան քաղաքում ասում եմ գիտես ինչ կա ինձ 60000 դրամ տուր այդ բիլիարդը պահելու համար կներեք երկու հատ բիլիարդի համար ես քեզի ոչ ստուգում եմ ոչ մի բան գնա արա Ինչ ասի բիլիարդը պայի 3 ամիս հետո արի գամ ես տեսնեմ տեղատ այդտեղ չի դու ես ասում չէ դու ես հայտարարություն տալիս 60000-ն ինչի համար է վերցնում ես ու դու ենք որոշել ինչի համար իմաստը ինչի համար է իմաստը գործունեություն իրականացնելու համար շահությանալու համար այո եթե մարդը գործունեություն չի իրականացնում ինչի օրվա կեսը մի վարքյան եթե խոսենք թույլտվության ռեժիմի մասին երբ որ ես ստանում եմ այս որակավորումը որպես ես գործունեություն անեմ ես բիլիարդ պահելու համար բարձր մասնագիտական ունակությունն է պետք որակավորումը ճիշտ եք ասում շատ ճիշտ եք ասում այսինքն դուք հեգնում եք հիմա չէ բա ոնց ասում ես ասում եմ բիլիարդը տալու եմ մարդը գա փողը խաղա ինձ որևէ մեկ այլ վճար ես քեզ չեմ տալու այս բիլիարդը որպեսզի դու ամսական աշխատես Երևանի կենտրոնում 60000 դրամ տալու կանխավճար ուզում Ինչ անեմ ինքը գրանցում ուզում եմ աշխատեմ ասում 3 ամիս հետո կամ վերցնեմ որովհետև բարոն Մինասյանը կասի վաղը աշխատավարձները ինչի չտվի երբ որ 2000 թվականին եկավ հանրապետականը մոտավորապես ուներ զուտ աշխատավարձի գծով ամենակիչը 75 միլիարդ դրամի պարտ Եվ երկրորդ անընդհատ ասում եք եկավ հանրապետական 95 թվականից եկած է դուք արխային եղեք ՀՇ ետել եք կոալիցիա եղել հետո եկեք մերում է տեղել ենք մենք մենք ասում ենք սա է դե ասեք այս ժամանակական բարձր եւ երկրորդը դուք հիմա ասում եք որ մենք փոքր եւ միջին բիզնեսին արտոնություն չտանք Կամ դուք ասում եք 70 միլիոն 58 ու 60 58 ու 76 շրջանառության պարագայում երբ որ կիսատ ապրանքագրերով առանց փաստաթղթի ծախսերի միջով հանեմ դա Չէ, բայց ով ասում հանեմ Այսինքն ոնց օրվա կեսը բազակոն ենք աշխատում մյուս կեսը հասկացում Բայց ես ասեցի հանեք Չէ, բայց դու դա եք ասում Դուք ասում եք ինչ ես ուղիղ հարկում Որովհետև իմ հարկայինի աշխատողը երբ որ մտավ, այսինքն ես շփումն եմ բացում, ասում եք մենք ունենք ստվերային տնտեսություն։ Մենք հարկի 16-72-ից եթե միավորում ենք նաև քո կենսաթոշակային հետ, գումարը հելել հասել են 22-3-ին։ Այսինքն հարկերն հարաբերակցությունն ենք ավելացրել։ Այսինքն աշխատանքը կատարվում է։ Հարկեր հարաբերակցության մասին գրեք չխոսենք, որտեղ դա լավ դաշտ է։ Եվ այնտեղ ընդհանրապես պարտվեք, գործ չունի։ Այսինքն չէ, այդպես այստեղ պարտվա, հիմա ոչ մի խոստում չեք կատարել դուք հարկերն հարաբերակցության Դա ձեր կարծիքով։ Ես խնդրում եմ Դա ձեր կարծիքով։ Ես խնդրում եմ բանը։ Նաև միջազգային կառույցներ։ Միջազգային կառույցներ գնահատականներն եմ ասում ես։ Վայ։ Հիմա բացեմ կոնկրետ նշեմ թե որ կազմակերպություն ինչ գնահատական է։ Ես էլ բացեմ դրտաս կազմակերպությունը որ այդ գնահատական է։ Ես խնդրում եմ բացեք հարկեր ՀՄԱ փոխհարաբերությունների մասին տվյալները, որտեղ հանրապետականը պարտվել է։ Շատ բարձ բան կա։ Ուրեմն հիմա բացում եմ ես տրված գնահատականը միջազգային կազմակերպությունների կողմից, որտեղ ասում է, որ կազմակերպություններ։ Հիմա կոնկրետ նշեմ։
Դուք կոնկրետ նախապատրաստված եկել եք, ես խոսք եմ տալիս, որ 10 հատ բերեմ, որ կոնկրետ նշած, որ հարկեր պետական բյուջեի կատարման մեջ հարկեր հարաբերակցությունը միշտ դրված չի։ Ուրեմն հարկային դրույքաչափ տոկոս շահույթի մասում սա տրված է միջազգային ուրեր Լավ, ինչ որ մի կազմակերպություն Չէ, ես անպայման պիտի նշեմ այս կազմակերպության անունը, որտեղ ասում է, որ Հայաստանը այս երկրներից Հայաստան ցածր եկամուտ ունեցող աշխարհի 77 երկրների թվում, ինչպես եւ նախորդ տարի, զիջում է Վրաստանին։ Նախորդ տարվա համեմատ 0.5 միավորով շարունակել է վատթարացումը մակրոտնտեսական կառավարում, պարտքի սպասարկման քաղաքականությունը։ Դուք Վրաստանը համեմատություն եք բերում, ես։ Ես նշում եմ համաշխարհային կազմակերպության տված գնահատականը։ Կազմակերպությունը Վրաստանին ճիշտ գնահատական է տալիս։ Վրաստանին դուք համեմատություն եք բերում, ես։ Հիմա սոցիալական ոլորտի բազմաթիվ փոփոխություններ Հայաստանում ձեռներեցները զբաղված է, ասեք։ Ես հողում եմ պետական բյուջեի 50%-ից ավելի, 50%-ից ավելի, կարող եմ ավելի շատ թիվ ասել մեծ, գնում է սոցիալական ոլորտի ֆինանսավորման գործընթացին։ Ուրեմն բիզնեսի վարման դյուրինության վարկանիշ։ Ես չեմ ասում, թե մենք շատ արտակարգ, մենք ասում ենք, բայց արել ենք այն, ինչ հնարավոր եղել մի բան լավ է։ Շատ բարի։ Ես կոնկրետ հղումն եմ տալիս, խնդրում եմ լսեք։ Բիզնեսի վարման դյուրինության վարկանիշով, հարկերի վճարման ենթացուցիչի գծով Հայաստանը զբաղեցնում է 153-րդ տեղը եւ զգալիորեն զիջում է Վրաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Վերջինները զբաղեցնում են անպատասխանաբար 42-81 եւ 79-րդ տեղերը։ Չնայած բազմաթիվ փոփոխություններ Հայաստանում ձեռներեցները կատարում են հարկերի տարեկան 34 վճարում, Վրաստանում 4, Ադրբեջանում 18, Թուրքիայում 15։ Դրա համար Հայաստանում ծախսելով 500 ժամ, սա էականորեն նվազեցվեց անցյալ տարի։ Սա ումն է այդ գնահատականը։ Իրանց։ Ինչ իրենց, էսի համաշխարհային կազմակերպության տված գնահատականն է։ Չէ, Հայոդը, պատգամավորը Շատ պարզ բան կասել։ Բայց մենք բան խաչի Բիզնեսի վարում 2012 տարեկան զեկույց հղումն եմ տալիս։ Հայաստանի ընդհանուր գնահատականը համաշխարհային բանկի կողմից տրված։ Ավելին ասեմ, այս մի թիվն էլ ասեմ նոր։ Ընդ որում Հայաստանում ձեռնարկությունների համախառն շահույթի 40.7%, Վրաստանում 16.5%, Ադրբեջանում 40% եւ Թուրքիայում 41% հարկային բեռն է, առանց ավելացված արժեքի համար։ Մենք պարոն Խաչատրյան, դուք մեզ լսում եք։ Այսինքն հարկեր հնարավորություն մեջ մեր օգտին ես, խոսում Կաստավերաստանը։ Հակառակը։ Այսինքն 16 քանի։ Ներեցեք պարոն։ Պարոն Խաչատրյան, դուք մեզ լսում եք թե չեք լսում։ Այո, բարև ձեզ։ Վահագն Խաչատրյանն է տնտեսագետ, որը նաև ներկայացնում է ՀԱԿ-ը։ Ես խնդրում եմ 2-3 րոպեով կամ հարց, կամ մեկնաբանություն, ինչպես որ հարմար եք մեր քննարկվող թեմաների վերաբերյալ։ Եղա, շնորհակալություն, նախ վերջինի հետ կապված Արտվիկ Մինասյանը միանշանակ ճիշտ թվեր է ներկայացնում եւ հանրապետական կուսակցությունը կամ նրանց ղեկավարությունը թող ընդունեն, որ իրենց խոստումները հարկեր հարաբերության առումով չեն կատարել։ Ուրեմն բոլոր համաշխարհային բանկի վերջին 4 տարվա բոլոր հաշվետվություններում դրա մասին հստակ գրված է։ Եվ այն թվաբանական սխալը, որ կատարեց Սերժ Սարգսյանը վերջին հանրապետական համագումարի ժամանակ նշելով 20-21%, դա տարբեր բազաների հետ համեմատություն էր կատարել, ուղղակի ասեմ, որ սոցիալական գումարները մի անգամ հաշվարկվել էր, մի անգամ չէր հաշվարկվել։ Հիմա կոնկրետ իմ հարցը, որ ուղղում եմ բանախոսողներին։ Ուրեմն անցել է 5 տարի հանրապետական կուսակցության կառավարման շրջանից կամ կոալիցիա կառավարություն ձևավորումից եւ 4 տարի Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Այն խոստումները, որ տրվել էր նրանց կողմից, այդ խոստումները չի կատարվել։ Հիմնականում ես համոզված եմ, որ Արտվիկ Մինասյանը պետք է որ դրա մասին խոսացած լինի։ Խոսքը վերաբերում է համախառն ներքին արդյունքին, խոսքը վերաբերում է ներդրումներին, գյուղատնտեսության մեծ զբաղվածությանը, ընդհանրապես զբաղվածությանը, խոսքը վերաբերում է աշխատավարձերին, ի վերջո խոսքը վերաբերում է աղքատությանը։ Չգիտեմ, կարող եք գտնել մի երկրորդ երկիր, որը փորձում է ցույց տալ, որ ունի տնտեսական աճ եւ աղքատությունը ավելանում է։ Ես կուզեի ուղղակի ինչքանով են եւ մի հանգամանք է դեպս։ Եվ ոչ մի անգամ այս 4 տարվա մեջ ոչ մի ձևով բացատրություն չի տրվել։ Միգուցե կփորձեն ճգնաժամի հանգամանքը հաշվի առնելով բացատրել, միգուցե այլ հանգամանք, բայց բոլոր դեպքերում որևէ բացատրություն չի տրվել, թե ինչու այդ խոստումները չեն կատարվել, եւ այսօր փորձում են այլ կերպ մեկնաբանել կամ մեզ մեղադրել նրանում, որ մենք ինչ որ թվերի հետ ենք խաղում, բայց իրականում վիճակը սա է։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության 36% համարվում է աղքատ, սա պաշտոնական պետական վիճակագրական ծառայության հաշվետվությունն է։ Փաստը մնում է փաստ, որ աշխատավարձը, թոշակը աշխատանքային, այսպես ասեմ, որը պետք է բարձրացվեր նվազագույն զամբյուղի հավասար, այդպես է չհասավ եւ մնացածի մասին։ Էլ չխոսեմ կոռուպցիայի մասին,
այդ չխոսեմ մրցանակության մասին Հայաստանի տնտեսության, չխոսեմ բնապահպանական վիճակի մասին եւ այլն եւ այլն։ Մյուս հարցը, որ ինձ հետաքրքրում էր, ավելի շատ ուղղված է Արտվիկին, այն առումով, որ իրենք ժամանակին եղել են կոալիցիոն կառավարության անդամ։ Արդյոք իրենց դուրս գալուց հետո կոալիցիոն կառավարության գործունեությունը փոխվել է թե ոչ, եւ ինձ ավելի շատ մյուսները հետաքրում։ Ինչ ծրագրեր իրենց դուրս գալուց հետո չկարողացավ իրականացնել գործող կառավարությունը եւ արդյոք եթե իրենք մնային այդ կառավարության կազմում, այդ ծրագրերը իրականություն կդառնային։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան։ Սկզբից Երևի ստվե պարոն Մինասյանին ուղղված է երկուսն էլ պատասխանը։ չէ, մեկը ձեզ էր ուղղված։ Չէ, երկրորդին ես կպատասխանեմ միանշանակ, ինչու՞ մասն է խոսքը։ Եթե մենք պատասխանենք կուսակցություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, մեկնաբանության համար դուք էլ բազմիցս նշել եք եւ համեմատությունները արել եք հանրապետական կուսակցության կողմից հայտարարված ծրագրերի եւ արկան համապատասխանությունների մասին, այստեղ կարծում եմ երկրորդ կարծիք չկա, օբյեկտիվ թվեր են եւ պարզ է, որ չի կատարվել ծրագիրը։ Ինչ վերաբերում է մեր կոալիցիա լինելուց հետո, դուրս գալուց հետո, նախ ասեմ, որ իսկապես իմ կողմից նշվեցին թվեր, որոնք վերաբերում են հենց այն ժամանակահատվածին, երբ մենք դուրս եկանք կոալիցիայից եւ ցավոք տարիների ընթացքում համեմատական տեսակետից եւ ես պետք է սա եթերից ասեմ, միշտ եմ ասել, բայց հիմա նորից ուզում եմ կրկնեմ։ Հայաստանի կառավարությունների մեջ, այսպես ասեմ, համեմատության մեջ եմ ես վերցնում այն կառավարությունը, որը կարողացել է իր խոսքի եւ գործի տերը լինել, ասվածը եւ արվածը համապատասխանել են, եղել է Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը։ Ցավոք սրտի թե իր ուրախություն մեզ դեռևս չկա որևէ երկրորդ կառավարություն, որը գերազանցեր այսան։ Ես չեմ ասում որակի ամբողջության ապահովման տեսակետից, բայց գրվածը եւ արվածը իրար համապատասխանել են։ Մեզ բախտ է վիճակվել նաեւ լինել այդ կառավարության մեջ եւ մենք շնորհակալ ենք այն համագործակցությունից, որ ունեցել ենք։ Մենք ընդունում ենք նաեւ այն բացերը, որոնք այդ ժամանակահատվածում եղել է եւ հնարավոր չի եղել շտկել։ Դրա համար մենք ասում ենք 2008 թվականին, որ անհրաժեշտ է որակապես փոխել տնտեսական կառուցվածքը, իրականացնել տնտեսության կառուցվածքային քաղաքականություն, հիմնական շեշտադրում դնել մրցակցային տնտեսության ձևավորման վրա, ինչը նշանակում էր, որ մենք մարտահրավերների առաջ ենք կանգնելու եւ եթե տնտեսությունը պատրաստ չլինի այդ մարտահրավերներին, ավելի վատ վիճակում կհայտնվի։ Թուրքիայի այսինքն կամ մրցակցային բոլորի հետ։ Երբ որ ես ասում եմ մրցակցային, նկատում եմ թե տարածաշրջանային, թե ավելի ընդգրկում, այդ թվում նաև եվրոպական շուկաներ մտնելու եւ այլն տեսակետից։ Ոչ, խոսքը գնում է Հայաստանի տնտեսության մեջ այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք հիմնված են ժամանակակից պայմաններով ինովացիաների վրա, հիմնված են գիտելիքի վրա եւ կարողանում են ստեղծել զանգվածային աշխատատեղեր, որովհետեւ այսօր մեր երկրի թիվ 1 խնդիրը զանգվածային աշխատատեղերի ստեղծման հարցն է։ Որտեղ եք տեսնում այդ ոլորտները։ Մենք տեսնում ենք այս ոլորտները մոտավորապես 108,000 աշխատատեղ արդյունաբերության եւ շինարարության ոլորտում եւ մոտավորապես 90-ից 100,000 աշխատատեղ ծառայությունների սեկտորում, որոնք լինելու են ավելի բարձրարժեք ծառայություններ, քան թե այսօրվանը։ Դրա համար մենք մեր նախընտրական պլատֆորմում հայտարարում ենք 200,000 աշխատատեղ ստեղծելու հրամայականի մասին։ Կանազնը աշխատելու, նայրիտն առաջին հերթին արդյունաբերության մեջ հիմնական շեշտադրումը գնում է ոչ մետաղական հանքարդյունաբերության զարգացմանը, մետաղականի մասով բնապահպանական բոլոր կանոնները պահպանելով հանդերձ մետալուրգիական խոշոր ձեռնարկությունների ստեղծման, որը կբերի ավելի վերջնական արտադրանքների թողարկմանը։ Փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագրերի շրջանակներում հատկապես գյուտերի ներդրմանը եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակյալ ապրանքների ստեղծմանը, թեթև արդյունաբերության ոլորտում մեր սպասվածով կարող ենք ստեղծել շուրջ 3000 նոր աշխատատեղեր եւ այսպես շարունակ, այսինքն ամբողջ ցանկը մենք մեր նախընտրական ծրագրում ներկայացնում ենք, որտեղ ենք պատկերացնում ինչ գործողության արդյունքում։ Երկրորդ կարևոր հրամայականը այսօրվա մեր տնտեսության մեջ ոչ մենակ աճ ապահովելն է, պարզապես տնտեսական աճ ապահովելը, այլ որակյալ աճ ապահովելը, այսինքն նա վերածել նաև մարդկանց կենսամակարդակի կոնկրետ ցուցանիշի։ Դրա համար մենք ասում ենք, որ հրամայական խնդիր է աշխատավարձի քաղաքականություն վարելը, արդյունավետ քաղաքականություն վարելը, որովհետև այսօրվա կառավարությունը
չի բարձրացնում նվազագույն աշխատավարձը, պատճառաբանելով, որ մենք դրանից կտուժի մեր աշխատանքի արտադրողականությունը եւ գինը բարձր կլինի։ Բայց եղբայր, այսօր աշխարհում դու չես կարող մրցել ցածր աշխատավարձով այլ երկրների հետ, որովհետեւ նույնիսկ Չինաստանը, որը որ հայտնի է իր ցածր աշխատավարձային քաղաքականությամբ, դրանց նվազագույն ամսական աշխատավարձ ամենահետամնաց նահանգում $110 ամերիկյան է։ Մերը 85-90-ի կարգի է։ Այսինքն մենք իրավունք չունենք մեր քաղաքացուն ասենք, որ ես քեզ կտամ նույնիսկ պաշտոնապես հայտարարված աղքատության գծից ավելի ցածր գումար, մենակ դու աշխատի։ Ոչ այդ մարդու ստեղծած աշխատանք արդյունքն է արդյունք եւ ոչ էլ նա է գոհ լինելու այդ արդյունքից։ Տնտեսությունն էլ քայքայվում է, կործանվում է։ Շատ ծրագրեր կան, եթե ժամանակի սղությունն է պատճառը, որ եղավ, շնորհակալություն։ Պարոն Այվազյան, նախ պարոն Խաչատրյանի հարցերը, հետո աշխատատեղեր եւ ինչու՞ չեք բարձրացնում աշխատավարձը։ Ես պետք է անդրադառնայի նաեւ պարոն Խաչատրյանին մի մտքին ներողություն եմ խնդրում, պարոն Այվազյան, որ ասեց իսկ ինչ կլներ, եթե դուք դուրս չգայիք, հնարավոր կլներ պահպանել թե չէ։ Նախ ասեմ, որ 22 առաջնահերթություններ դրված կոալիցիայի հուշագրում, երբ որ մենք անդամ ենք, ցավոք 22 առաջնահերթություններից առնվազն 17-ը չի։ Կարծես 5-ը մնացին, չէ՞։ 5-ը, որոնք որ քիչ թե շատ վերաբերում էին օրենսդրական որոշ փոփոխություններին, որոնց մասին իմ գործընկերն էլ ասեց, բայց ի վերջո դրանք չեն կարող որակ փոխել, որովհետև թե հասարակական միջավայրը, թե հեռանկարային ծրագրերը բացակայում է, զրոյական վիճակ է, բացառություն միայն նոր արդյունաբերական քաղաքականության ռազմավարության, որ կառավարությունը հայտարարել է, եւ այն էլ մենք համարում ենք թերի եւ ոչ արդյունավետ այս բանը։ Խնդրեմ։ Գիտեք ինչ կա, այսպես շատ գեղեցիկ է խոսում, որ ասենք այսքան աշխատատեղերը ստեղծենք, այսքան սա իրականացնենք, երբ որ մենք խոսում ենք կոնկրետ արդեն կոնկրետ ծրագրային դրույթների հետ կապված այդ ծրագրերով, վերջնականում դրանք հոցեց ընդ։ Օրինակ ասենք ամենախոշորագույն հարվածը տնտեսական ճգնաժամի հետևանքների հիման վրա գրեթե շինարարությունը։ Մոտավորապես սկզբնական անկումը եղավ 46.3%, մեն 2009 թվականին, իսկ դա ապահովում էր համախառն եկամուտի մեջ մինչև եթե իմ գործընկերություն չտա, մոտ 14%-ի կներեք մոտ 7%-ի հիմնականում ծավալ։ Եվ տարիների ընթացքում մենք շինարարության վրա ունեցանք խոշորագույն անկում եւ ինչպես իմ գործընկերը ներկայացնում է ոչ մետաղական ոլորտի զարգացման հիմնական այսպես ասած լոկոմոտիվը եւ ոչ միայն այդ լոկոմոտիվը հանդիսանում է նաեւ շինարարությունը շատ եւ շատ տնտեսություններ։ Երբ որ պահանջարկը որպես այդպեսին վերացավ, դե ֆակտո նաեւ շինարարությունը կանգ առավ։ Ես հստակ տիրապետում եմ այդ թևերին եւ ինձ Իսկ պարանջարկը վերացավ։ Որովհետեւ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գինը, որը հանդիսանում էր եվրոպական չափանիշների ժամանակահատվածում, մրցունական ժամանակահատվածում, այսօր դուք այդ պահանջարկը չունի, որովհետեւ չկա այդ գումարը, չկար այդ ցանկությունը եւ չկար այդ ամբողջ պահանջարկը, որ շինարարությունը կարող էին իրականացնել եւ կառավարությունը առաջնահերթ խնդիրներից մեկը դրեց տնտեսության դիվերսիֆիկացումը, այսինքն տնտեսության ճյուղերի բացումը, որ մնացած տնտեսական ոլորտներն զարգացնենք։ Այսինքն այդ որ ասում են աշխատատեղերը բարձրացնենք, ես չեմ տեսել մեկ կառավարություն, որ չցանկանա ինք աշխատատեղ ստեղծի եւ չփորձի իրականացնել, բայց հանգամանքները, եթե մենք ներմուծող երկիր ենք, մոտավորապես ներմուծումը 4.5 միլիարդ թե 1.3 միլիարդի կարգել մենք ասենք արտանում ենք իրականացնել, որ ամբողջապես կախված է միջազգային շուկայի տեղի ունեցող իրադարձությունների մեջ, սարի գլխին կանգնել ու ասել ես ոչ մի բան չեմ տեսնում, բան չի սենց եղավ, դա մոտավորապես ուրիշ պատկերացում եմ տալիս։ Այն աշխատավարձը, որը տրվում է, Ուրեմն աշխատավարձը, որը որ այն տրվում է, մոտիվացիա չի ստեղծում մարդկանց աշխատելու համար։ Մոտիվացիա աշխատողները, ովքեր որ աշխատում են տվյալ տնտեսության ոլորտներում, որտեղ իրականացնում են նյութական բարիքներ եւ իրանք ուղղված է արտահանման վրա, բացարձակապես չի համեմատվում այն թվերի հետ, որ մենք խոսում ենք։ Խոսքը վերաբերում է $90 մասին, ինչի մասին որ խոսում է, դա մինիմալ աշխատավարձն է, որը մենք փորձում ենք նորից եք ասում, միջին աշխատավարձի մասին, որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում, իմ գործընկերը իր ասելով, որ ինձ ուղեց շնորհակալություն ուղղելու համար $113,000։ Այսինքն դրա մասին ենք խոսում։ Հիմա եկեք մենք որոշենք ինչ ենք անելու, հասկանում եք, եթե մենք աշխատավարձը շատ ենք բարձրացնում, դեպի այդ դեպքում մեր մրցունակությունը 5 չէ 10 կետով ընկնում։ Ինչու՞։ Որովհետև աշխատավարձը տեխնոլոգիայի բաղկացուցիչ մի մասն է կազմելու, եւ աշխատավարձը իր աշխատավարձը ապրանքի վրա հասնելու, իսկ այդ ապրանքը, որ դու կարող ես տանել, ծախել, կներեք, պետք է ինքը վերջ-վերջո մրցունակ լինել։ Այսօրվա դրությամբ մեր հիմնական եթե արտաքին ապրանքաշրջանառությունը մենք նայում ենք, մեր արտահանումը նայում ենք, կառուցվածքը նայում ենք, հիմնականում մեր մոտ գնում է խմիչքները, կոնյակ եւ հումքերը։ Ճիշտ է, պարոն։ Ո՞նց է սխալվում։ Չէ, դրա համար փոխել։
Հեսա մասն Դրա համար փոխում են։ Դրա համար արտոնյալ վիճակում են ասում, առաջնահերթ խնդիրների մեջ են դնում նոր տեխնոլոգիաների հետ կապված, գինեգործությունը, ադամանդագործությունը, հենց կառավարությունը դառնում է, ասում կառավարությունը չի ասես բան անում։ Մենք ժամանակին ասել ենք, այսինքն ինչը լավ է անում կառավարությունը, դե դուք եք ասել։ Ինչը վատն անում, դա իր մեղավորությունն է։ Մենք ասում ենք սրա հետ կապված խնդիրների։ Հիմա եկեք ես ու դու մի քիչ ավելի ռեալ խոսենք, հա։ Բայց մենք արդեն պիտի Հիմա ասա, դուք ասում եք աշխատատեղի շինարարության, որտեղ եք շինարարություն անելու։ Հարց։ Եթե պահանջարկ առաջարկ չի գալիս։ Ես նորից եմ ասում։ Այսինքն պետությունը վերցրեց ու ինքը ասավել ինձ պետք չի շինարարություն անել։ Այսինքն դրսի ներդրումների հետ կապված խնդիրը փակեց։ Ես ասում եմ ամենախոշոր անկումը շինարարության ոլորտի վրա ենք մենք ունեցել։ Ամենախոշորը։ Իսկ հարկեր են հարաբերակցությունը, որը մենք ասում ենք, ամեն տարի պետական բյուջեի մեջ մենք հստակ նորից եմ ասում, անցած տարի համախմբված բյուջեի մեջ, եթե որ դուք պարտադիր վճարները նաև սոցիալական վճարներն եք քաշում 22-3% բարձր է։ Նորից փորձեն պատասխանել վերջնական առումով։ Հայաստանի Հանրապետության նախագահը նաև նույն ձև համագումարին ասավ արել ենք ամեն ինչ մենք լրիվ լավ, մենք չենք կարող պնդել։ Ասավ այն ուժը, որ ասում է ինքը անում է, ասավ կարող է, հնարավոր է, բայց հնարավորություն ունես ավելի շատ սխալվելու։ Ոչ ոք չի։ Այնպես որ մի կրկներից խփեք, որ մենք հեսա ենք անելու։ Էնել ենք տեսել։ Եվ լավագույն ժամանակահատվածը շնորհակալություն, որ դուք ասեցիք, որ գովես մեզի, նաև ասեցի տնտեսական հաշվետվությունը, որ տալիս էր ընտրությունից էր տալիս հանրապետության նախագահ։ Հանրապետական կուսակցության աշխատանքների կատարված ժամանակահատվածը 10 քանի տարի անընդհատ վերելքի մասին ենք մենք խոսում։ Եվ տնտեսական ճգնաժամը, եթե իմ կարծիքն ես հարցնում որպես Այվազյան Վարդան, Վրաստանի հետ չպետք է համեմատվել, որտեղ Վրաստանի աշխարհաքաղաքական եւ նրա հետևանքով իրականացված բոլոր խնդիրների հանդերձ եկեք չհամեմատվենք։ Եվ տարեկան 25 միլիարդ դոլարի միայն զուտ 25 միլիարդ, 50 միլիարդ դոլարի մենակ նավթ է ծախում ու գազ է ծախում մեր կողքի Ադրբեջանը։ Քո պաշտպանունակ բանակը այսօրվա դրությամբ որ բոլորը խփում են կրծքին ասում ենք մենք այսպես բանակ ունենք, դա էլ պահպանելու խնդիր ունենք։ Ունենք այլ ընտրակ, պարոն Մինասյան, համամիտ եք այլ ընտրակին։ Հարց եմ տալիս, Վրաստանի տարբերակով շատ կներեք, շատ հարգում եմ, ես Վրաստանի կներես, Վրաստանի ծնունդ եմ, այդ ընտրակի տարբերակին համամիտ եք։ Որտեղ շինարարություն անելու։ Ես համեմատության տեսակետից միանգամից ասեմ, որ այդ համեմատությունը համաշխարհային բանկի 21 միլիարդ, կներեք, 50 միլիարդից 51%-ը նավթի բաշխման օրենքով է ներքի հետ կապված։ Միայն ստանում է իրենց բյուջեի 18 միլիարդը հանդիսանում է նավթի գումար։ Մենք ունենք 2 րոպե դուք ավարտում եք։ Շատ արագ անդրադառնամ շինարարության։ Ես էլ իշխանություն եմ խոսում։ Շատ արագ անդրադառնամ շինարարության հետ կապված խնդրին, ճիշտ է, որ շինարարությունը ամենամեծ անկում ապրեց, բայց ինչ արեց մեզ կառավարությունը, հայրենի կառավարությունը, վերցրեց փոխանակ պահանջարկը խրախուսելու, նորից առաջարկը խրախուսեց, այսինքն տվեց փողը ոչ թե բնակարանի կարիք ունեցող մարդուն, որպեսզի նա պահանջարկ ներկայացնի, տվեց կառուցապատողին, որպեսզի ավելորդ անգամ եւս երիտասարդների համար բնակարան, նախագահի ծրագրերի շրջանակներում որ ասում եք, սոցիալապես անապահովների համար բնակարան, այդ ումն է պահանջարկը։ Կներես, նախ ասեմ, որ այդ երիտասարդ համալսարանականների բնակարանից ես էլ եմ օգտվել, ես շատ լավ գիտեմ դա ինչ է, շատ շնորհակալ եմ այդ ծրագրի համար։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը գնում է շինարարության ծավալների անկման պատճառով կառավարությունը ինչ աջակցության ծրագիր արեց։ Աջակցեց միայն կառուցապատողին, այսինքն առաջարկ ստեղծողին, ոչ թե պահանջարկ ներկայացնողին։ Հիմա անցնեմ հաջորդը։ Բութը դիր 50%-ից ավել ավարտած չենքերին, որպեսզի ավարտեն։ 50%-ից ավել, ոչ թե նոր ստեղծող։ Պարոն Այվազյան, ես չէի ընդհատում։ Ես չէի ընդհատում։ Բայց ուրիշ բան ես ասում։ Բայց եթե ուրիշ բան չեմ ասում։ Ես այն ինչ ասում եմ, շատ հայլուն տիրապետում եմ ինչ եմ ասում։ Ես շատ լավ գիտեմ ինչ եմ ասում։ Արծվիկ ջես, քեզ շատ պրոֆեսիոնալ ես։ Չեք թողում։ Կներես, դու լուրջ պրոֆեսիոնալ ես։ Բարերը քեզ մոռանում ես։ Ես ստիպված կլինեմ պարզապես Ես շատ լավ ներկայացեք, պարոն Աբրամյան, մի վարքյան ավարտենք։ Այո, 5-ից 6000 սոցիալական բնակարանային շինարարության խնդիր ենք մենք մեր նախընտրական ծրագրով դնում, որպեսզի ապահովենք կարիքավոր ընտանիքներին։ Սա բերելու է հավելյալ ռեսուրսներ բնակարանաշինության ոլորտում։ Ընդ որում, այստեղ մենք մասնավոր պետական
պետական համագործակցություն, ամբողջությամբ պետական աջակցություն եւ նաեւ ամբողջությամբ մասնավոր մասնակցություն։ Այս խնդիրը ամբողջական կոմպլեքսով ենք լուծում։ Երկրորդ կարևոր հարցը ճանապարհաշինություն եւ ռոռոկման համակարգեր, որտեղ նույնպես շինարարության ծրագրեր են եւ արտադրական շինարարության օբյեկտների գոյությունը, որ մենք առաջ ենք քաշում։ Սա բերելու է շուրջ 56000 փողի որևէ խնդրեմ մենք չունենք, որովհետև մեր հաշվարկների համաձայն, եթե ժամանակը թույլ տա, կներկայացնենք տնտեսականային մոդելը, որ մենք կառուցում ենք։ Իդեպ ասեմ, որ մոդելը, որը մենք առաջ ենք քաշում, հիմնված է ոչ թե բազմաթիվ փորձագիտական գնահատականներով տրված 40-ից 60% թվերայնության աստիճանի, նույնիսկ պաշտոնականն է 30-ից ավել գնահատում։ Մենք նույնիսկ այս դեպքում հաշվարկել ենք 20% թվերի կրճատման քաղաքականության Թվերից եք վերցնել։ Մասնակից թվերից, որովհետև մենք ունենք կոնկրետ ներդրումային ծրագրեր, ես ասում եմ ժամանակը թույլ չի տալիս 147 կետից բաղկացած գործողություններ ենք առաջարկելու, որտեղ շատ մանրամասը յուրաքանչյուր կետի թե աղբյուրը ֆինանսական, թե ազդեցությունը տնտեսության մեջ եւ աշխատատեղերի ու պետական բյուջեի ու տնտեսության զարգացման առումով կոնկրետ քանակական նաեւ ցուցանիշներ։ Եվ ես վստահ եմ, որ ցանկացած կառավարություն, ով այս ծրագիրն իրականացնի, արդյունք տալու է, բայց քանի որ ներկա կառավարությունը արդեն ցույց է տվել, որ ինքն ի վիճակի չէ տանել առաջ քաղաքական մեծամասնության հետ միասին, ուրեմն պետք է փոփոխություն տեղ ունենա։ Դա ձեր կարծիքն է։ Շնորհակալություն հետաքրքիր բանավեճի համար, ես շատ շնորհակալ եմ, որ դուք անկեղծորեն եւ շատ բաց ձևով բանավեճեցիք եւ ես առաջարկում եմ վերջում դուք իրար ձեռք սխմեք։ Դու մենք կարող ենք ամբողջ գիշերը դեպի։ Ստեսյուն